Բոլորս մի շաբաթ տեսնում ենք, որ Երևանի օդը այսպիսի տեսք ունի։ Այստեղ կան եւ բնական պատճառներ, թե ինչու է այսպես լինում, եւ կա մարդածիններից մեկը դա անկանոն շինարարությունն է, որը համատարած է Երևանում, գիտեք, առանց այդ փոշու սահմանափակման, եւ խոսքս ամենևին դրա մասին չէ։ Ես զգում եմ մարդկանց մեջ ինչքան նորմալ է այս ամենը ընկալվում մեծամասնության կողմը։ Նրանք ասում են, չեն էլ մտածում, որ սա շատ լուրջ հետևանքներ կարող է թողնել իրենց վրա, իրենց ծնողների, իրենց տատիկների, իրենց պապիկների, իրենց երեխաների վրա, որովհետև այս փոշու մեջ բացի այս ծխից կա նաև թունավոր մետաղների փոշի այսպես կոչված, որովհետև Երևանի շուրջ բոլորը ավազահանքեր են եւ սա ոչ մեկին առանձնապես չի հետաքրքրում։ Գիտեք, սա ինչ որտեղ հասկանալի է, որովհետև մեր հետ այն ինչ պատրաստում են անել, այսպես փոշու նման գալու է եւ կլանի մեզ։